Ողջույն, Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Սարգիս Հովսեփյանը, ում հետ միասին խոսելու ենք հենց իրենից։ Ողջույն Սարգիս։ Ողջույն, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Տեսնենք ինչ կարելի է պատմել ինձնից։ Ես էլ շնորհակալ եմ, որ եկել ես։ Ինչպես ես օրդ, ինչպես ես սկսում։ Լավ եմ ընդհանուր առմամբ, որս հայկական դասական ձևով, սուրճով այդպես ու հետո արդեն սկսվում է այդ առօրյա վազվզոցը, այդպես էլի։ Գրողական օրեր լինում են, որ տենց հենց գրողի օրը։ Իմ մոտ բանով է, ցիկլերով է, այսպես ասած, շրջաններով է, քանի որ իհարկե դա ես հատուկ չեմ արել, տենց դասավորվել է, որ տարվա մեջ ոնց որ 2-3 տենց շրջան եմ հարմարացնում, առանձնացնում, որ այդ պահերին տենց շատ ինտենսիվ ինչ-որ աշխատում եմ, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ չեմ հասցնում եւ այդ ընթացքը օգտագործում եմ նյութ հավաքելու, ուսումնասիրելու, այսինքն այն ինչ որ թեմաներ կա իմ գլխում, դրա շուրջ աշխատելու, այսպես ասած research ոնց որ ասում են անելու վրա։ Տարբեր տեսակի մարդկանց, տարբեր աշխատանքներ անելու, այդ ամեն ինչը, այդ շփումները օգնում են, չէ՞, ավելի գրականությանը։ Ես չեմ կարող տենց միանշանակ պնդում անեմ, անկեղծ ասած, չգիտեմ, ուրիշների դեպքում էլի, իմ դեպքում օգնում է։ Հա, նկատի ունեմ, տենց ընդհանրական ֆորմուլա չեմ կարող դուրս բերել, բայց իմ դեպքում, այո, ինձ օգնում է, ես միշտ ամբողջ կյանքում տենց բան եմ եղել, շատ սոցիալիզացված, հարյուրավոր մարդկանց հետ շփվող, հա, ու ինձ օգնում է։ Հա, ես դրա ինչ որ իմաստով կարիք ունեմ նույնիսկ, այսինքն ինձ տարվա մեջ 2 անգամ մոտ մի 5 օր առանձնանալը բավարար է, որ ես նորից կարիք ունենամ մարդկանց հետ շփման եւ այլն։ Ամենամիֆական տարածքներից մեկը Երևանում այնտեղ է, որտեղ դու ապրում ես, տենց անընդհատ խոսում են երրորդ մասի մասին, ու չեմ ուզում շատ անցնեն գրականությանը, բայց գրականության մեջ էլ դա զգացվում է ու դա լավ է ինչ-որ առումով, էլի, իմ կարծիքով լավ է։ Քեզ ինչքանով է օգնում։ Օգնում է, որովհետև ամեն դեպքում ոչ միայն երրորդ մասը, երևի ամեն թաղամաս իր բաներն ունի, իր կոլորիտն ունի, իր առանձնահատկություններն ունի, երրորդ մասը իհարկե բացառություն չի, որոշ դեպքերում իհարկե շատ ավելի ընդգծված, նաև լիքը միֆեր կա իր վրա բանարած, կեսը ճիշտ, կեսը սուտ, այդ ամեն ինչը օգնում է, որովհետև եթե կա կենսագրություն, դա արդեն ավելի հետաքրքիր է դարձնում ինքնին, այսինքն տարածք ունի կենսագրություն, որոշակի յուրօրինակություն։ Օգնում է, բացի դրանից մի պահ էլ կա, որ ինձ օգնում է, որովհետև ինձ դուր է գալիս, երբ որ ես ելնում եմ իմ ժամանակից, իմ տարածքից, այդ կարևոր եմ համարում արվեստի համար, ընդհանրապես գրականության համար մասնավորապես, նույնիսկ եթե գրես պատմավեպ, նույնիսկ եթե գրես, չգիտեմ, ֆենտեզի կամ եւ այլն, ինչ որ իմաստով հայացքի տեղ է, որտեղից ես ելնում, քո ժամանակի առումով, քո լոկացիայի առումով, ինքը օգնում է, կարծում եմ։ Շատ ես հիշում երիտասարդ տարիներդ։ Դե, գիտեք, ես մի քիչ բան հարց է։ Տեսեք, տարիքի հետ ավելի շատ ես հիշում, ցավոտ հարց է, որովհետև տարիքի հետ նոստալգիան է սկսում բան անել, կարոտում ես քո երիտասարդ ժամանակները, չնայած այն ժամանակ կարող է տենց, ինչպես ասում են, հիմարիկ էիր մի քիչ, չգիտեմ, անդուր մեկն էիր բան, բայց դե զատո երիտասարդ էիր, ոնց որ ասում են, եւ այդ կարոտը իհարկե կա, իհարկե դա իմ տարիքի մարդկանց համար երևի թե այդ ոնց են ասում, միջին տարիքի եւ այլն, ճգնաժամերը եւ այլն, մենք էլ զերծ չենք այդ ամեն ինչից եւ դա իհարկե տարիք առնելու հետ է կապված ու ըստ այդմ հիշում ես։
Իսկ որ հիշում ես, մտածում ես, որ բաներ կան, որ կուզեիր փոխել։ Այո, այդ իմ բնույթից է, անկեղծ ասած, ես ամեն ինչ նորից վերամտածելու, վերածամելու, սենց ասած, որոճալու այդ բանը ունեմ, ցանկացած իրադարձություն, ինչ որ մի բան, որ եղել է, եւ այդ բնավորությունս ոնց որ իմ բնավորության մեջ է եւ մտածում եմ, բայց ամեն անգամ, երբ որ մտածելուց հետո գալիս եմ նրան, որ դա էական չի իհարկե։ Այս ավելի շուտ մտավարժանք է, քան թե իրական ափսոսանք։ Այսինքն ինքը նրա համար է, որ ոնց որ քո իրականությունը, քո ապրած կյանքը նորից վերաճանաչես եւ այլն, բայց չեմ կարծում, թե դա ափսոսանք չի։ Որովհետև ես նաև այն եմ, ինչի մեջով անցել եմ, դրա արդյունքն եմ։ Այսինքն, եթե այնպես չանեի, որ ենթադրենք ինչ-որ մի բանից գուցե դուր չի գալի, գուցե մեղքի զգացում ունեմ եւ այլն, որ արել եմ, հիմա գուցե չանեի, բայց եթե չանեի, այն չի լինի ինչ որ կամ։ Այսինքն դրանք շատ ակնհայտ իմ համար ուղիղ փոխկապակցված բաներ են։ Իսկ ապագան պլանավորում ես։ Հայաստանում մի քիչ դժվար է ապագա պլանավորելը, ցավոք սրտի։ Հետո իհարկե միջով մի որոշակի մակարդակի ունայց որ հարցերում չես կարող կենցաղի եւ այլնի առումով ինչ որ պլանավորումներ չունենալ։ Բայց որ ասեմ, տենց շատ տենց հստակ ու տենց բանարած ցուցակագրած տենց պլանավորում եմ եւ այլն, չէ, ուղղակի կան տենց որոշ նպատակներ, երազանքներ, որ տենց գնում ես ուղղակի այդ ուղղությամբ։ Ուղղակի ուղղությամբ ես գնում, ավելի ճիշտ։ Առանց վերջը։ Հա, ես սենց ասեմ, իմ մոտեցումը, նու հիմա արդեն մի որոշ ժամանակ է նա, որ ես քանի որ բնույթով մի քիչ էքզիստենցիալիստ եմ ու Սիզիփոսյան պատկերացումն է կյանքի, դու քո քարը պետք է բրդես անverջ, հետո հետ ընկնի նորից գաս, նորից բրդես ու այդ է մեր ճակատագիրն ու մեր միսիան մեծ հաշվով։ Թվում է թե անիմաստ գործ է, բայց ինչ որ գտնելիք ունենք, ինչ որ ձեռք բերելու ունենք, այդ ընթացքում է լինելու։ Այդքան է։ Այսինքն ես մեծ հաշվով չեմ հուսահատվում բան առումով այդ հերանեկարից, որ այդ քարը հասցնեմ ինչ որ կետի նորից հետա գլորվելու ես, այսինքն ես կարծում եմ, որ դա հենց այն է, ինչ որ մեր կյանքն է։ Այսպես ասած։ Այսինքն քիչ է լինում, որ հուսահատվես ու թողնես ինչ որ բաներ։ Հուսահատվում ենք, բայց դա ավելի դա գլոբալ կյանքի հանդեպ վերաբերմունքի հուսահատություն չի, այլ հա ինչ որ տենց ընթացիկ բաներ է, ընդհանուր առմամբ ակնկալիք չունեմ, որպեսի հուսահատվեմ տես լայն առումով։ Հա, փոքրիկ բաներ կարող է, դե իհարկե ցավաս որ չստացվեց կամ չգիտեմ եւ այլն, բայց դա ընթացիկ բաներ են, հիմա չստացվեց, չլինի։ Այդ մեմը արդեն չեն կարող հաղթարել։ Հա, մեմերը անպակաս են դարձել նոր ժամանակաշրջանում։ Քեզ հետ ընդհանրապես ո՞նց ես հաշտես։ Չէ, իհարկե հաշտ չեմ, բայց դա էլ է։ Այդ հաշտելու պես բաներ է ախր, այդ հաշտ չլինելը բան, չգիտեմ, այդ նրանց իմ համար սովորական է, որ ես կարող եմ անընդհատ կասկածեմ, իմաստավորեմ, շատ սովորական է։ Ես դրան տենց ինչ-որ առանձնահատուկ բան չեմ տալիս, էլի, այսինքն ես դա չեմ համարում, որ ինչ-որ խնդիր է, այսինքն ինչ չի խանգարում դա։ Դարել է իմ ոնց որ դա ես եմ, այդ տենց ինքս իմ հետ անհաշտ, չգիտեմ, բան չեմ էլի, այսինքն տենց ձգտում չունեմ, որ անպայման սենց ամպերը բան լինեն, ծրվեն, արևը ծագի ու տենց մնա։ Այդ ռեժիմի վրա։ Նախերիկ չի հնարավոր չի, երկրորդը դրանից չեմ նեղվում, որ տենց չի, այսինքն ես հասկանում եմ, որ կարա անընդհատ process-ի մեջ լինեմ, ավելին ես սկսում եմ ձանձրանալ, որ ինչ որ մի բան շատ է։ Սկսում եմ ձանձրանալ, սկսում եմ կասկածել, այս ինչ որ մի բան չի։ Ինչի՞ է լավ ամեն ինչ։ Ստիտիկները ասենց մի քիչ երկար են ծլվելու, արևը մի քիչ երկար է պայծառ, բան։ Չգիտեմ, կարա սերնդային է, ես կամ ինձնից է։ Գրելուն
կյանքի պայմանները ընդհանրապես վազքը բնականաբար հատկապես հիմա ինձ թվում է անդադ աշխատանք, վազք, շփումներ գրելուն խանգարում են, չէ՞ շատ։ Խանգարում են, այո, խանգարում են, այնպես չի որ հնարավոր չի գրել իհարկե, բայց խանգարում են, որովհետև հաճախ նոր մակարդակ բարձրանալու համար ավելի կենտրոնացում է հարկավոր, ավելի մի քիչ դա էլ աշխատանք է ի վերջո, դա այն ոնց որ ասենք արհեստի ու արվեստի մասը գրականության մեջի, ամեն ինչ կարելի ավելի լավը դարձնել, ավելի ուրիշ կենտրոնացման բանել եւ այլն, sense բաներին խանգարում է։ Ակնհայտորեն, բայց դե ունենք այն ինչ ունենք, փորձում ենք, ես ասում եմ հույս ունենք, որ մի օր թոշակի կգնանք։ Հանգիստ նստել գրել, չէ՞։ Ավելի լավ բաներ կգրենք։ Իսկ գրական ոլորտը ընդհանրապես Հայաստանում քո կարծիքով ոնց է զարգացումը նկատի ունեմ, հատկապես հիշելով, չգիտեմ, օրինակ 20 տարի առաջ ու հիմա։ Արդյոք նկատում ես այդ զարգացումը, աճը։ Նախ կարծում եմ միշտ եղել է sense tendency այդ ոլորտը, ուրիշ բան, որ ինքը գուցե տենց այլ ընկալումներ առաջացրել, այլ կերպա ձևակերպված եղել այդ շրջանակները գրական, այլ ձև են իրանք էլ ներկայացել, բայց ինքը միշտ այս կամ այն չափով, այս կամ այն կերպ եղել է, պարզ է, որ ինքը փոքր երկրի ամեն դեպքում գրական միջավայր է, դրանից բխող լիքը հետևանքներով, բայց ես դրան բան չեմ անում, դրանք ցիկլիկ բաներ են պատմական, կարա ինչ-որ մի փուլ ավելի ակտիվ լինի, մի քիչ ինչ-որ լճացում լինի, հետո նոր անուններ նորից կան, ինքը տենց պրոցես է, երբեք չի ավարտվելու ու ամեն անգամ գալու ենք ինչ-որ մի պահի, որ էլ տենց ինչ-որ խոսակցություններ, թատրոնն է մեռել, հայ գրականությունն է մեռել, չգիտեմ ես ինչն է մեռել, ինչն է մեռել, մեր վաղ ցանց չէր, ու սենց էս անկախոսակցությունները, հա, էլ ես ջահները ես իմով են, ոնց են երկիր պայլում, չգիտեմ ես ինչ են գրում, ու ոչմ, տենց, եղել է միշտ էլ գրական միջավայր, այն որ քոնը չի եղել գուցե, այն որ դու չես իմացել դրա մասին, դա հələ ոչինչ չի նշանակում, միշտ եղել են ինչ-որ շրջանակներ, ինչ-որ հետաքրություններ են կիսել իրար հետ, ինչ-որ վեճեր են ունեցել, ես 20 տարի առաջ էլ կային մարդիկ, էլի հավաքվում էին, քննարկում էին, իրար հետ մեջ խնդիրներ ունեին, կոնֆլիկտներ ունեին, էսթետիկական, գաղափարական, հա, ուզում եմ ասել հենց այդ էլի հիշես, որ համեմատենք զարգացումը 20 տարի առաջվանից ու պրոցես կա, եթե հարցի կոնտեքստին, եթե ճիշտ եմ հասկացել վերադառնանք, ինքը պրոցես կա, նոր անուններ կան, բազմաթիվ, հայկական հայաստանյան միջավայրի համեմատ էլի քանակի համեմատ մեր բնակչության մարդիկ գրում են, փորձում են, փնտրում են, որ ամենակարևորն է օրինակ իմ կարծիքով հենց որ ամեն ինչ նորմալ է ինձ թվում է այդ առումով Ձեր սերնդի գրական հավաքների հետ կապված նո գոնե մեր սերունդը, ովքեր որ հետաքրքրված են գրականությամբ գրողներով, տենց միշտ ինչ-որ հետաքրքիր պատմություններ ենք լսում, էլի, որ ձեզնից մեկը պատմում է, չգիտեմ, դու, Գեմաֆինը, Կարենը, ու սենց բավականին կողքից շատ հետաքրքիր է թվում ու հեռվից։ Ինձ հետաքրքիր է օրինակ, որ հիշես ու հետ գնաս այդ առաջին քայլերը, առաջին հավաքները, շփումները ոնց էին։ Ոնց դիմավորեցին քեզ օրինակ։ Շատ վատ։ Իմ հարցում քո պատասխանը։ Հա, չէ, տենց ես ինքս էլ չէի հասկանում ես ուր եմ ընկել, անկեղծ ասած առաջի անգամ որ երիտասարդ գրողների այն ժամանակ գրողների միության երկրորդ հարկի հետ կլոր դահլիճում ամեն 5 շաբթի օրերը հավաքվում էին ու քննարկում էր լինում։ Ես ինքս էլ էի շատ ոնց որ ես շատ եմ սիրում այդ բառը նոյեմբերանից եմ սովորել, նոյեմբերան ծառայության ընթացքում խլշկոտել, ես էլ այդպես խլշկոտած վիճակում էի, այդպես չի հասկանում ես ուր ենք, ինչ ենք եւ այլն, ինձ մանանողներն էլ չէին հասկանում ես ով է ընդհանրապես, ու այդպես, բայց դե կամաց, ամեն ինչ կավ իր տեղը։ Օգնեցին այդ հավաքները, քննարկումները հետո։ Հա, օգնեցին առնվազն, օգնեցին իհարկե, սկսում ես լիքը բան, որ
Գիտեք, կարես կտրված լինես դու քո գրականությունը անես եւ իրոք դա կարա արժեքավորել լինի, շատ լավը լինի, շատ զիլ գրականություն լինի, պարտադիր չի, որ դու այդ անպայման չի էլի այդ պայմանը, որ պետքա բան լինես, ներգրաված լինես ինչ-որ բաների մեջ, գրական որոշակի շրջանակների մեջ, որպեսզի լավ գրականություն անես, բայց մյուս կողմից նա էլ կարա օգնի էլ խանգարի էլ գուցե, բայց այն էլ է կարևոր ի վերջո մի քիչ բան եթե նայենք հարցին կարևոր է որ թե ոնց ես դու ընկալվում հենց համայնքի մեջ ասենց ասած գրական եւ այլն այս ամենայն հարգանքով ընթերցողների հանդեպ բայց մարդիկ ովքեր որ դրա մեջ են ու դրանով մի քիչ ուրիշ մակարդակի հետաքրքրված են եւ ներգրաված են իրանց կարծիքը միշտ մի քիչ ավելի զգայուն է իրանց կարծիքի ընկալման հանդեպ դա շատ մարդկային է կարծում եմ եւ կարեւոր է թե իրանք ոնց են ինչ են զգում որտեւ ի վերջո գրականությունը երբ որ դու սկսում ես գրել նենց չի որ քո համար անծանոթ մի բան է իրականում երբ թե բոլոր մասնագիտություններում է այդպես կամ ասենք բոլոր զբաղմունքներում կամ արվեստային գործունեություններում դու չգիտես իսկ մյուսներն ինչ են անում ես ընդհանրապես ես ինչ է զգում ոնց են ինչ որ խնդիրներ լուծում իսկ ինչ խնդիրներ կան ընդհանրապես լիքը բաներից տեղյակ չես եւ այդ գրական այդ process-ի մեջ եպվելը լիքը հարցեր է առաջացնում որ քեզ տիպա մտածել այս կարևոր է կարծում եմ էլի հատկապես կարևոր է որ պատահականություն չլինի նաև քո գրականության մեջ հաջողությունը կամ բանը ինչ եմ ասում որովհետև եթե դու տենց այդ բանից կտրված ես կարող է իհարկե մեկ տենց շատ հաջող բան անես բայց ընդհանուր դաշտից տեղյակ չես դա մի քիչ պատահականության բան կարող է ունենա իսկ եթե դու ընդհանուր ներգրաված ես այդ դաշտում թեմայի մեջ ավելի հավանականություն որ ոչ պատահական հաջող բաներ կանես մտածված ավելի գիտակցված դրա շանսը ավելի մեծ է կարծում եմ վտանգավորել են ինձ թվում այդ պատահական հաջողությունները մարդու համար եթե մարդը մի քիչ adekvatության տրվի այդ հաջողություններին իհարկե որովհետև հետո կարոտակից դուրս չգա ասենք մի բան անի բոլոր գովան իրոք կարող են հաջող լինի տպավորիչ լինի Եվ հետո ինքը երկրորդ անգամ չկարողանա կրկնի, որովհետև մեծ հաշվով չի հասկացել խիային հաջողել։ Գուցե։ Գրելը օգնում է որպես մարդ զարգանալուն ինչ առումով նկատի ունեմ, որ այդ վախերը, այդ մտքերը շատ են խոսում դրա մասին, որ հա օգնում է կամ խանգարում է, բայց ռեալ օրինակ քեզ օգնում է, որովհետև թեման սկսում ես մարսել, տարբեր կողմերից նայել, իհարկե օգնում է։ Ինձ օգնում է, չի խանգարում։ Երազանքներ կան գրականության հետ կապված։ Գիտեք, ասենք մենք բոլորս մարդ ենք եւ ունենք իհարկե որոշակի թուլություններ, որոշ այն որ բանը չոյվի եւ այլն, բայց մյուս կողմից եթե մի քիչ ավելի սառնասիրտ ու բան նայում ես, հասկանում ես որ դա ընդհանրապես բոնուսներ է, որ կարան լինեն, կարան չլինեն, կարա գա, կարա չգա, այսինքն տենց բան չի ինքը էլի, դա չի նպատակը քո։ Ի վերջո ես որ սկսել եմ գրել, ընդհանրապես դա չի եղել իմ խնդիրը, դա իմ ինքնաիրացվելու կերպն է, որ ես գտել եմ բարեբախտաբար։ Նու խոսեցինք անցյալից, բայց եթե ռեալ քեզ հնարավորություն տրվեր փոխելու մեկ կամ երկու բան, կան տենց բաներ, որ կփոխեիր քո կյանքում էլի։ Չգիտեմ, ավելի շուտ ինչ կարգի բան էլի, ախր Ինչ ուզես քո կյանքից։ Չէ, փոխելը կարող լիներ մենակ նենց բաների հետ, որոնք որ տենց օրինակ լեզու սովորելը ավելի վաղ տարիքից եւ այլն, սենց բաներ կփոխեի։ Ավելի ռեալ այսինքն։ Հա, այսինքն շատ կոնկրետ բաներ, որոնք որ ինձ կհեշտացնեին լիքը դեպքերում իմ կյանքը։ Սենց այս տեսակի բաներ, թե չէ մնացածը տենց առանձնապես փոխելը, չգիտեմ, ռեալ էլ չի։ Կարելի է իհարկե պատկերացնել, բայց ես չեմ կարող ինձ միջավայրից դուրս պատկերացնել այն իմաստով, որ դա մի քիչ բան է, զուտ մտավարժանք է։
Չգիտեմ, այսինքն այդ նշանակում է ես նորից ոնց որ վերադառնում ենք մեր խոսակցության սկզբին, այդ արդեն ես չեմ, մի քիչ էլի ես եմ, բայց ուրիշ ես եմ դա։ Ու ես չգիտեմ այդ ժամանակ արդեն այդ պետք է ես դժգոհ լինեմ իմ հիմիկվա եսից, փաստորեն։ Իսկ ես դժգոհ չեմ։ Այսինքն ես դարձել եմ այն, ինչ դարձել եմ, որոշակի հանգամանքների, բաների բերումով, եթե այդ հանգամանքները փոխում եմ, էլի ես եմ, բայց ուրիշ ես եմ, ես չգիտեմ նրանից գոհ կլինեի, թե չէ, հիմա եմ որ ասում եմ, նաղդը չթողենք մենք միսիայի հետևից, հիմա նաղդով, ասենց ասած, ես ինձնից գոհ եմ։ Այսպես ասեմ։ Քո մասին լսել ես ինչ որ բամբասանքներ կամ պատմություններ, որ քեզ էլ հասել են ու տենց մունից հանել են, էլի։ Չէ, չեմ լսել, բայց չեմ կասկածում, որ կարող են լինել իհարկե։ Ու նորմալ է, որ կարող են լինել, քանի չենք մեռել, այդ նշանակում է չենք մեռել։ Ուրեմն պետք է բամբասեն, խնդիր չկա, բացարձակ։ Դե պարզ է, ես ոչ չեմ մտածում, որ այդ բամբասանքները բոլորը բան է, այդպես ինչ-որ դրական կամ եսին բան պահեր անլինելու, ակնհայտ է, որ լիքը մարդու ներվերի վրա պետք է ազդենք, ակնհայտ է, որ լիքը մարդ մեզ կարա չտանելով չտանի, բայց դե ես էլ լիքը մարդու չեմ տանում, մարդը իմ ներվերի վրա է ազդում ու ամեն ինչ արդար է։ Ամեն ինչ արդար է, հա, իհարկե։ Հա, այնց որ օքեյ է։ Ես ուրախ եմ, որ բամբասում են, եթե բամբասում են, այդ նշանակում է։ Շարունակեք բամբասել։ Հա, նույն չեմ ուզում են նաև այն բանը անել, այն որ տենց մի քիչ պարզունակացրած տարբերակ է, որ բան տենց ոնց ասենք, այդ խեյթ այդ բանը, այդ լա բանի պահ, բայց մյուս կողմից էլ ինչ որ բան անում են, երբ որ բամբասում են, էլ նշանակում է, որ ակտիվ բանի մեջ ենք, էլի կյանք ենք ապրում։ Այլ չենք մեկուսացած չենք, անտարբեր չենք, այս որովհետև կարևոր է, օրինակ անտարբերությունը իմ կարծիքով ամենավատ դրսևորումներից է, որ կարա մարդ ունենա, առավել եւս մարդը, որ իրան հավակնել է, հանդիպնել է, իրան թույլ է տվել հասարակական որոշակի գործունեությամբ զբաղվի, արվեստ, գրականություն եւ այլն։ Այդ մարդը ուզի թե քանի որ ինքը ներկայանում է հանրության առաջ, ուրեմն հանրային եւ այլ տարբեր հարցերով չի կարող անտարբեր լինել, այդ մի տեսակ ինձ թվում է մի քիչ էթիկական հարցեր են առաջանում։ Եթե քո մասին գրեին ու 50 տարի հետո ինչ որ դասագրքերում տենց քո կենսագրությունը լիներ, բաներ կան, որ չէիր ուզի որ հանկարծ գրեին։ Իմ կյանքում քիչ չեն եղել բաներ, որոնք որ գուցե եւ դուր չգային։ Ահա, դուր չգային եւ այլն, բայց դե մյուս կողմից ախր դրա վրա ոչ մի կոնտրոլ չունես, ոչ մի վերահսկողություն, չգիտեմ։ Այն մարդիկ, ովքեր որ իմ ընկերներն են, իմ հարազատներն են եւ այլն, իրանք ամեն ինչ գիտեն։ Այն մարդիկ, ովքեր այդ շրջանակի մեջ չեն, դե հիմա Աստված իրանց հետ ինչ ասեմ, ես չգիտեմ ինչի պետք է ես մտածեմ, որ բան է, ռետուշ անեմ, սենց կամ չգիտեմ, ինչ վերախմբագրված բան, դա ոչինչ չի տալիս, ախր դա անիմաստ ժամանակավոր բան է, եթե ինչ-որ մի բան պետք է գտնեն 50 տարի հետո գրեն կամ 10 օր հետո կամ բան, դրանց իրականությունը ոչ փոխվում է, ոչ էլ այն մարդիկ, ովքեր որ իմ համար կարևոր են ու թանկ են, այդ ամեն ինչը գիտեն ու շարունակում են իմանալ, հա, չէ, թանկ մնալ։ Հա։ Դրանով մնացածը արդեն մի քիչ ավելի երկրորդական հարց է, էլի։ Ինչքան էլ որ մարդիկ կարող դա դուր չգա, չգիտեմ։ Ես հիմա չեմ անհանգստանում, որ ինքը կարող 50 տարի հետո ինչ-որ բան իմանա։ Հա, ինքը անհանգստանա, հա, ես չգիտեմ, էլի։ Հա։ Ես չգիտեմ, հիմա օրինակ մեր շատ հեղինակներ կան 20-րդ դարի առաջի կեսի եւ այլն, որոնց հետ կապված տարբեր նոր նյութեր են իհայտ գալի կամ եղել է մարդիկ շատ նեղ շրջանակներ գրականագետների բան իմացել են, առանձնապես տենց լայն հասարակությունը շատ բան չի իմացել, բայց վերջի տարիներին ավելի հրապարակումներ են եղել եւ այլն։ Հիմա դրանից ինչ որ բան է փոխվում, օրինակ Չարենցի մասին կամ ինձ մոտ չի փոխվում։ Իմ մոտ էլ չի փոխվում։ Այսինքն որպես բան գրող, որպես նրա գրականության հանդեպ կամ եւ այլն։ Իհարկե իմ մոտ չի փոխվում։ Ինչի ես հարցին սկսեց հետաքրքրել, որովհետեւ վերջերս առիթ ունեցա ինչ որ հայ գրողներից հենց մեկին էի ուսումնասիրում ու իր մասին որ մարդիկ ինչ որ իմանում են
մարդկային բաներ, որոնք սխալ են համարում, միանգամից sense գրականությունից էլ են հուշ լինում, բայց համաշխարհային գրողների դեպքում շատ նորմալ է, անգամ ռոմանտիզացնում են, էլի։ Մենք մեզ մի տեսակ ոնց որ կա տենց բան, որ կարող է մի ժողովուրդների մոտ էլ է, տենց չգիտեմ, բայց այդ մի տեսակ վատ այն կարծիք։ Անինքնավստահություն է, թե ինքնաբավության պակաս է, թե ինչ է, ինչը որ ուրիշ տեղի է ավելի լավն է, ինչը որ այդ նույն հեղինակը եթե գնա ենթադրենք դրսում ինչ-որ մի տենց հեղինակավոր մրցանակ ստանա հետ գա, այդ շատ մարդիկ լրիվ ուրիշ աշկով են սկսել ունեն այդ նույն մարդուն։ Դրա համար չգիտեմ, ունենք այն ինչ ունենք, բայց համենայն դեպս ես այդ չեմ համարում թե դա նորմալ է, էլի։ Մշտական հարց ունենք, պատկերացնենք հայ ժամանակակիցներից գրողների մեկի գիրքը կամ պատմվածքը թեկուզ դու ես գրել, որն է որ կարդացել ես ու մտածել ես, որ դու էլ չեմ ասում էլի տենց վատ ինչ որ նախանձով, այլ որ մոտ է քեզ ավելի սիրել ես ու կուզեիր դու գրած լինել։ Բան կա որ շատ եմ հավանել, բայց դա ոչ մի դեպքում ես չէի կարող գրած լինեի թեմատիկ առումով եւ այլն, բան կա որ համ հավանել եմ, համ գուցե ոչ հենց նույն բաներով, բայց թեմատիկ առումով ինձ հետաքրքիր է, օրինակ, ասենք, չգիտեմ, մեր Ալինայի Պողոսյան վեպը, թեմատիկ առումով, բան առումով եւ ես շատ եմ հավանել գործը ու նաեւ ինձ հետաքրքիր է։ Ես տենց զգացողություն չեմ ունենում, որ ինչ-որ մի բան կարդում, վայ ես գրած լինեի, դրա մասին չեմ մտածել անկեղծ ասած երբեք, հենց որ ասացիք, հիմա նոր տենց ոնց որ փորձում եմ ոնց որ զորով բան անեմ, էլի ինչ կարելի է։ Ուղղակի թարմ Ալինային նաև որ ավելի ուշշրջանի գործ է, այդ հիշեցի։ Ու մի քանի փոքրիկ հարցեր, կարող եմ մի քիչ տարօրինակ։ Եթե չլինեիր այն մասնագիտությամբ, ինչ հիմա ես գրող, օրինակ, ինչ մասնագետ կլինեիր, կոշկակար, ծրագրավորող, թե ոճաբան։ Ոճաբան չէի լինի հաստատ։ Տեսեք, ես ժամանակ առ ժամանակ այդպես ինչ-որ մի ձեռքի աշխատանքի հմտություն փորձում եմ յուրացնել։ Օրինակ կաշվի հետ աշխատելու, հիմա տունս աղարել եմ այդ բանը, փորձում եմ ասենք ինչ-որ գոտի սարքել եւ այլն։ Օրինակ կոշկակար, ես իդեպ մի 6 ամիս կոշկակարի, վարպետ կոշկակարի մոտ դպրոցական բարձր տարիքում որպես աշակերտ եմ աշխատել, այնքան այդ սոսինձը թունավոր հոթով բանանելով, քսելով, փորձելով, որ ասում են վերաքաշ անելով եւ այլն բանի վրա, նեցա որ կոշկակար կարայի աշխատեի, ու ոչ միայն այն պատճառով, որ տենց ասենք ստիպացի բանի, ինձ ընդհանուր առմամբ ձեռով աշխատանքը դուր է գալիս։ Դենց որ կաշվետ աշխատանքն է դուր գալիս։ Ծրագրավորող էլ կաշխատեի, բայց դա ավելի շուտ բանի համար։ Ավելի սիրով էլի նկատի ունեմ։ Սիրով ավելի շուտ կոշկակարություն կանեի, քան ծրագրավորում, բայց կարող է սերը դնենք մի կողմ, ոսմա ընտանիք պահեինք։ Այդտենց։ Դու ավելի շուտ քեզ համարում ես լավ գրող, հետաքրքիր մարդ, թե լավ ընկեր։ Չգիտեմ, ես առաջին հերթին կարծում եմ լավ ընկեր եմ առաջին հերթին։ Այս հաղորդման ժամանակ շատերն են իմ իրելուց դրա մասին ասել։ Հա։ Ինչ հետո հետո հույս ունեմ, որ հետաքրքիր մարդու լավ գրող եմ իհարկե, բայց առաջին հերթին որ իմ համար շատ կարևոր է, որ մարդը որ իմ վրա հույս է դնում, որոշակի ես հուսախաբ չանեմ։ Ավելի շուտ ես կփորձեմ մենք չընկերանանք, չգիտեմ, բայց դա քիչ դժվար է պատկերացնել, եթե ստացվում է այնց կյանքի բերումով որ դու այդ մարդու հետ ընկերություն ես անում, այդ դեմքը պայել որպես ընկեր մարդկայնորեն կարևոր եմ համարում, գուցե այդ մի քիչ այդ մեր հին սերնդի այդ բաներն է, չգիտեմ, չնայած հիմա էլ իմ կարծիքով այդ կարևոր բան է։ Այդ բազային բան է, ես որովհետև կարող ես գրող չլինել, կարող ես, չգիտեմ, իսկ անհետաքրքիր մարդ լինել, բայց մարդ մնալ, որ կարևոր է լավ ընկեր լինելու համար, ինձ թվում է պետք է փորձես դեմքդ չկորցնես, դա էլ հեշտ բան չի, անկեղծ ասած,
լիքը գայթակղություններ կան, լիքը թուլություններ կան, լիքը ռիսկեր կան, սպառնալիքներ կան ընկերություն անելու դեպքում դժվար բան է։ Հա, այս դժվար բան է, հա, եւ սա իմ համար կարևոր է։ Եվ մյուս հարցը հայ ժամանակակիցներից մեկը Նոբելյան մրցանակ կստանա։ Ավելի շուտ ով կլինի՝ Աննա Դավթյանը, Արամ Պաչյանը, թե Գուրգեն Խանջյանը։ Ախր Նոբելյան մրցանակ ստանալու ոչ կրիտերիաները գիտեմ, ոչ բանը, գիտեմ, որ ամեն դեպքում որոշակի գուցե քաղաքական կոնտեքստներ, բաներ կարան աշխատեն, բայց Եթե քեզ հարցնեին ցանկացած դեպքում ես միշտ երիտասարդների ավելի կողմից եմ եւ երիտասարդների դեպքում էլ ավելի շուտ կանանց կողմից եմ Աննային տվեցինք Նոբելյան մրցանակ ես Աննային հավանականել եւ նաեւ բաց դա մի կողմ թողնենք էլ այդ երիտասարդի բանի պահը իր հերթին ես Աննայի հատկապես առաջվեպ իհարկե շատ եմ հավանել եւ համարձակությունը ինձ իհարկե իմ համար կարևոր էր այդ գործի մեջ ինքը զիլ վեպ է մի խոսքով Խաննայի մասին է, հա, Խաննայի մասին է։ Իդեպ ես ասեմ, նենց չի, որ ես կարծում եմ, որ գրականություն պարտավոր է անկեղծ լինել։ Տենց բան չկա, տենց ճիշտ չկա, ոնց որ ասում են ինքը։ Ախ ոչ մի բան պարտավոր չի, բայց բացի դա դա չի կարևոր բան է, էլի։ Բայց այն որ մեր հայ իրականության համար բավականին այդ առումով աննախադեպ վեպ է, ոչ թե համարձակություն զուտ համարձակություն, այլ այդ կերպ, հա, այդ կերպ որոշակի թեմաներ բանանելու, իրացնելու առումով ես իրան բարձր եմ գնահատում այդ առումով։ Բայց Նոբելյան մրցանակը կարծեմ տալիս են մի քիչ լայն գործունեության համար, ու նկատեմ ժամանակ մի վեպով բան չի։ Թե Աննան, թե Արամը, թե այդ ում ես հələ այդքան գրականություն չենք արել իմ կարծիքով, որպեսզի ամբողջ ապրած գրական կյանքի համար Նոբելյան մրցանակ հա, որ մի հատ գրքով էլ ոնց որ ամփոփելով բան տանելի, իմ կարծիքով, ինչքան որ ես եմ հասկանում այդ մրցանակը։ Եվ վերջում գրողի ծոցիցը քեզ համար տարօրինակ էր, ձանձրալի էր, թե Չէ, ձանձրալի չէր, տարօրինակ էլ չէր։ Մեր ժամանակներն այնքան տարօրինակ են, որ չգիտեմ այդ ինչն է տարօրինակ։ Ինչ հաղորդման պետք է մասնակցեի, որ տարօրինակ լիներ։ Ձանձրալի չէր, որովհետև ինձ դուր է գալի խոսակցությունները, ընդհանրապես ես խոսալ սիրում եմ, իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես այդպես բավականին շատ խոսեմ։ Հա։ Չէ, ձանձրալի չէր։ Ես քիչ նկատեցի, ոնց մենք հասանք ավարտին, հա։ Ես էլ։ Շնորհակալ եմ նորից, որ եկար, ժամանակ գտար եւ խոսեցիր քեզնից։ Ես էլ եմ շնորհակալ։ Հուսով եմ մի քիչ իմ մասին բամբասանքներ կշատանան սա։ Շարունակեք բամբասել սիրելի հեռուստադիտողներ, բայց դրանից առաջ անպայման կարդացեք գրքերը, հետո գոնե բամբասեք։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Կարդան, հուսով եմ ավելի շատ բամբասել այո, վստահորեն։ Հուսով եմ հետևում եք գրողի ծոցիցին դուք էլ, գտնում եք ձեզ համար սիրելի ժամանակակից գրողներ եւ կարդում եք նրանց գրքերը։ Կհանդիպենք։